Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Մենք այս հասկացության մասին նույնպես խոսել ենք, այդ մասին մասնավորապես խոսվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում, որը ընդունել է համապատասխան հռչակագիր, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ եւ այստեղ միայն հակամարտության եւ խաղաղության տրամաբանությունների մեջ չէ խնդիրը, այլ պետության ֆունկցիոնալ նշանակության։ Ինչի համար է պետությունը, ինչ գործնական առաքելություն եւ գործառույթ ունի պետությունը։ 3-րդ հանրապետությունը 1990 թվականին իր հռչակումով ըստ էության արձանագրել է, որ պետության նպատակը պայմանական ասած պատմական արդարության վերականգնումն է։ Եվ սրանից բխել են նաև որոշակի գործողություններ եւ ըստ էության այս հայեցակարգից է բխել նաև Ղարաբաղյան շարժումը եւ Ղարաբաղյան շարժումը այդ հայեցակարգի գործնական իրագործման ուղղություններից մեկն է եղել։ Ես այս խնդրին իհարկե կանդրադառնամ ավելի մանրամասն, միևնույն ժամանակ ընդունելով, որ ավագ եւ միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են, ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն ես ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր կառավարության մի զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիչ է եւ նույնիսկ նոր սերնդի քաղաքական գործիչների մի զգալի մասը սերում է Ղարաբաղյան շարժումից։ Սա ես ինչի համար եմ ասում, որովհետեւ սա էական արձանագրում է, բայց նաեւ վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեությունը, ընդ որում մեր պրակտիկ գործունեության մեջ կա մի շատ կարևոր եւ առանձնահատուկ նրբություն։ Մենք այդ գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում բացված չեն եղել երբեք, այն կանխավարկածով, որ տրամաբանությամբ այդ էջերի բովանդակություն պարզ է եւ բոլորին հայտնի է։ Մենք ասել ենք շատ լավ, պարզ է, բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը։ Կարդանք, տեսնենք, թե ինչ է գրված այդ էջերում։ Եվ այդ էջերի ընթերցումը եւ այդ էջերի հետ գործնական, այդ բովանդակության հետ գործնական առնչություններն են, որ մեզ եւ նաեւ ժողովրդի հետ գործնական առնչություններն են, որ մեզ բերել են խաղաղության օրակարգին, որից բխում է նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ հակառակը։ Այս թեմային ես նախկինում շատ եմ անդրադարձել, բայց սա սկզբունքային կարևոր հարց է նաև 2021 թվականի ընտրությունները եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելու համար։ Էլի նոր բան ասած չեմ լինի, ասելով, որ 2021 թվականի ընտրություններին մենք մոտ գործեցինք միջին վիճակագրական քաղաքացիական պայմանագիր, կոտորակ, դաշնակցական գաղափարախոսությամբ։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին եւ այլն, այն ինչ 3-րդ հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին այդ նախընտրական կարգախոսի մեջ։ Բայց նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցավ շատ էական եւ կարեւոր մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենաակտիվ ձևով այն մարդիկ մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական
ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, նրանք մեզ եւ կոնկրետ ինձ